Այս պատմությունը նրա մասին է, որ ֆուտբոլը կարա թե ընտանիք քանդի, թե նորը ստեղծի։ Չէ, այս պատմությունը նրա մասին է, որ մի քանի ամսվա ծանոթ տղեկը կարան ավելի հավատարիմ լինեն, քան մի քանի տարվա կինդ։ Դե չէ, այս պատմությունը մի նախկին ֆուտբոլիստի մասին է, ով ժամանակին մեծ հույսեր էր ներշնչում, բայց նրա ախմախ մարզիչը շեշտակի հարվածով քար է գցում նրա բախտի վրա, ուղարկելով պահեստայինների նստարան։ Մի օր էլ, տարիներ անց, այնքան ամեն ինչ վատանում, որ այս մեր ֆուտբոլիստը հայտնվում է անչափահասների ուղղիչ գաղութում, որպես ֆուտբոլային թիմի մարզիչ։ Հիմա պատկերացրեք, մի կողմից երեխաներ, ովքեր ամեն ինչ գիտեն կռիվ անելու մասին ու ոչ մի բան չգիտեն գոլ խփելու մասին, մյուս կողմից էլ մարզիչ, ով իր սեփական կյանքը սկիչի կարող կառավարի, որ մնաց այս բարդ երեխեքին կարողանա կարգի բերի։ Բայց դե դաշտը քառանկյուն է, կյանքն էլ անկանխատեսելի։ Կամաց-կամաց այս խառը խումբը սկսում է հասկանալ, որ երբեմն երկրորդ շանսը կյանքում ավելի կարևոր է, քան նույնիսկ աշխարհի առաջնության եզրափակիչը։ Թե վերջում ով է գոլ խփում, ով է կարմիր քարտ ստանում, ու արդյոք ֆուտբոլը կարող է մարդկանց կյանք փոխել, կիմանանք դիտելով 11 սերիալը միայն կինոդարանով։